Ճիշտն ասած, բանակցություններ դեռևս չկան, այստեղ բանակցելու բաներ կարծում եմ չկա, պետք է ներկայացվի առաջարկ, բնականաբար հետևում եք կառավարության ղեկավարի հայտարարություններին, որ իսկ միգուցե պարզվի, որ այնպիսի բաներ են կատարվել, որ արժեքի իջնի եւ այլն, նախ ասեմ, որ երբևիցե այդպիսի հայտարարությունները հենց այնպես չի արվում, առաջարկ չի արվել, անպայման այս նույն սերիայից է, որ ասում էին ամիսը մեկ, մի քանի անգամ ասում էին հաղորդում ենք տվել հանցագործության մասին, հաղորդում ենք տվել, 6 ամիսը հաղորդում են տվել, դեռևս ոչ մի հաղորդում քրեական գործերից ոչ մի տեղեկություն չունենք, ճիշտն ասած։ Ես բան չեմ տեսել անկեղծությամբ, քաղաքական իշխանությունը հայտարարի 3 միլիոն մարդու գրպան են մտել, հայտարարի չարաշահումներ, հայտարարի ընդհանուր հետ կապված, բայց շատ քողարկված էսպես, ինքը սենց, ինքը նենց ու 6 ամիս 6 չէ, արդեն երևի 7-ից ավել ամիս որևիցե բան չենք լսել։ Դա նույն սերիայից է, այսինքն հայտարարվում է մի բան, հասկանալու համար ով ոնց կմարսի դա, իմ անձնական կարծիքով ուզում են մի այսպիսի բան գտնել, որի արդյունքում կարողանան բավականին նվազեցնել արժեքը եւ այդպիսի առաջարկ անեն։ Բնականաբար սեփականատերը հրաժարվելու է եւ ունեմ համոզմունք, որ գնալու է գերական շահ ճանաչելու այս process-ը ամեն ինչով կապված է քաղաքականի հետ։ Ինչքան Սամվել Կարապետյանի հիմա Վայենկասի էլի դուք ձեր մեջ եք խոսում, որ ռեյտինգը աճում է, բայց մենք չենք խոսում։ Բոլորն էլ հասկանում են, իր ռեյտինգի, իր դեմ ստերը չաշխատելու արդյունքում ավելի սրվում են, այսպես իրենց ավելի կոպիտ են դառնում իրենց գործողությունները, որին մենք պատրաստ ենք։ Իրենք այսպես անդադար ճնշումների են դիմում, նույն այդպես խոսակցություն կար, չէ, որ 5 օր չի դիմանա բանտում, կալանավայրում։ 5 օր էլ 5 ամիս էլ դիմացավ, ոչ մեկ էլ չբանակցեց, ոչ մի բան չարեց, որի արդյունքում քանի գնում իրենց այսպես ախորժակները բացվում են։ Այդ իսկ պատճառով դա նույն կերպ են վարվելու, գնալու են գերակաշահի ճանապարհով, այստեղ արդեն խնդիրը գնահատման խնդիրն է։ Ասած ինչ որ տրվել են գնահատման, մենք տեղյակ չենք ամենայն դեպս, բայց գնահատումն է ամենամեծ խնդիրը լինելու գերակաշահի մասին օրենքը կիրառելուց։ Գնահատումը պետք է կատարվի, օրինակ մենք առաջարկել ենք 4 միջազգային անկախ գնահատողներից մեկին, որի վրա ազդեցություն ուղղակի չի կարող լինել։ Այդ պարագայում գումարած 15%, ինչպես նախատեսում է գերակաշահի մասին օրենքը։